Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գետրոնեն գաղորդենք լուրերը։ Միացյալ Նահանգներու փոխնախագահ J.D. Vance միօրյա այցելություն մտավ Երևան, ուր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեց հայ եւ ամերիկյան հարաբերությունները, գործակցությունը, միացյալ ծրագրերը եւ Թրամփի ուղին։ Միացյալ Նահանգներու փոխնախագահ եւ Փաշինյան ստորագրեցին Գորիզային ուժանուտի մարզի մեջ բանակցությունները ավարտելու մասին հայտարարությունը, որ Հայաստանի դիմաց գարելիություններու թույլ կտանա ամերիկյան արհեստագիտություն քնելու։ Խոսքը կվերապերի Գորիզային մասնաչափային փոքր գայաններու, որոնք կգրնան տեղադրվել Հայաստանի մեջ։ Այս տեսակի Գորիզային գայաններու վաճառքին եւ մատակարարման ընդհանուր գումարը շուրջ 9 միլիարդ դոլար է, որ պիտի վճարվի Հայաստանի պետության կողմէ։ Դեղին է նշել, որ մասնաչափային Գորիզային փոքր գայաններու գործածությունը դակավին ամբողջապես փորձարկված չէ, ինչ որ Գորիզային հարցերու հայաստանցի մասնակիցներու մոտ որոշ մտահոգություններ ստեղծած է։ Վենսի այս այցելությամբ նաև հաստատվեցավ, որ Հայաստան պիտի ներածի ամերիկյան Nvidia ընկերության արտադրած քերհզոր չիպերը, որոնք պիտի գործածվին արհեստական բանականության քեր համագարկիչներու կենտրոն կառուցելու համար։ Հանդիպումեն ետկայացած մամլո միացյալ ասուլիսին ընթացքին Վենս հայտարարեց, որ Թրամփի ուղին Կովկասի մեջ նոր գարելիություններ պիտի ստեղծե եւ աննախընթաց գապ պիտի հաստատի Հայաստանի եւ Թրացի երկիրներու միջև։ Ան նաեւ հայտնեց, որ Միացյալ Նահանգներ հետախուզող անօտաչու սարքեր պիտի վաճառեն Հայաստանի 11 միլիոն դոլարի արժողությամբ։ Անօտաչու այս սարքերը պաշտպանական եւ ոչ թե հարձակողական բնույթի են։ Այս քայլի նպատակն է զարգացնել հայոց բանակի հետախուզական կարողությունները։ Դեղին է նշել, որ Վենս աջակցություն հայտնեց Փաշինյանի խորհրդարանական հարաճիգա ընտրություններուն գաբակցաբար։ Միացյալ Նահանգներու փոխնախագահը այցելեց Ձիթերնագապերտ եւ ապա քրարում կատարեց բադվո հյուրերու մատյանի մեջ։ Նշանակալից եղավ Վենսի Ձիթերնագապերտ այցելության մասին անոր ընկերային հաղորդակցության X հարտակին էջին վրա կատարած քրարումը, որում մեջ ան երկու անգամ գործածեց հայոց ցեղասպանություն եզրույթը։ Սակայն այդ քրարումը քանի ժամ յետ փոխարինվեցավ Վենսի Պամպեր Թեյլոր Վանկրքի քրարմամբ, որում մեջ գսվի Հայաստան կատարած մեր այցելության վերջին օրը ծաղիկներ խոնարեցինք անմար գրագին մոտ եւ քրարում կատարեցինք հյուրերու մատյանի մեջ։ Ավելի ուշ այս հարցին ակնարկելով Վենսի գրասենյակի պաշտոնյաներեն մին հայտնեց, որ առաջին քրարումը սխալմամբ ուղարկված է աշխատակազմի անդամներեն մեկուն կողմէ, որ Հայաստան այցելած պատվիրակության մաս չեր կազմեր։ Իսկ Սպիտակ տան Պամպեր Քարոլայն Լիվիթ հարցաբնդվելով այս հարցին շուրջ հայտնեց, որ ներկաբահուն ամերիկյան քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի կատարված։ Ամերիկացի Պամպերը գագնարգեր 24 ապրիլի արիտով Սպիտակ տան հայտարարության, ուր նախագահ Թրամփ դեղի տալով թրքական ճնշումներուն դիմաց ետքայլ մկատարած էր հայոց ցեղասպանությունը ճանչնալու ամերիկյան գեցվածքեն։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը առաջին քրարման ճնշումը համարեց թրքական ճնշումներու ամոթալի անձնադվությունը, որ լուրջ հարցումներու թույլ կտանա ցակումով հայ ամերիկացի քվեարկողներու համար։ Դեղին է նշել, որ Վենսի եւ անոր գնոջ Ձիթերնագապերտ այցելության ընթացքին ոչ մեկ պաշտոնատար ընկերակցեցավ։ Միայն գրթության նախարար Ժաննա Անդրեասյան Վենս ամոլը դիմավորեց հուշահամալիրի մուտքին, բայց անոնց չընկերացավ։ Փաշինյանի որոշումով հայոց ցեղասպանության հարցը իր իշխանության արտաքին քաղաքականության օրակարգին վրա չի գտնվիր։
Միացյալ Նահանգներու փոխնախագահը Երևանին մեկնեցավ Բաքու, ուր Ալիևի հետ ստորագրեց Միացյալ Նահանգներու եւ Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության կանոնադրությունը։ Վենս Բաքուի մեջ հայտարարեց, որ Թրիպի ուղին Ադրբեջանի համար տնտեսական կարելիություններ կստեղծե հազվագյուտ հանկանյութերու պաշարները ավելի թյուրին կերպով արտադրելու համար։ Իր ղարքին Ալիև հայտարարեց, որ Միացյալ Նահանգներու հետ սերտ գործակցությունը պիտի շարունակվի ուժանույթի եւ ապահովության հետ կապված խնդիրներու շուրջ։ Վենս Ալիևի հետ քննարկեց բանդարգյալներու ազատարձակման հարցը, հաստատեց Միացյալ Նահանգներու փոխնախագահին Պամպերը, որ հայտնեց, թե Վենս եւ Ալիև քննարկած են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության հաջորդ քայլերը, ինչպես նաեւ վստահության ամրապնդման նախաձեռնություններ, ինչպես բանդարգյալներու ազատարձակումները, ամերիկյան ներդրումները, շրջանային տնտեսական համարգումը։ Ամերիկացի Պամպերը սակայն ոչինչ հայտնեց Ալիևի պատասխանին կամ հագաստետության մասին եւ թե արդյոք այս հարցով համաձայնությունը գոյացած է։ Դերին է նշել, որ Վենս Երևանին Բաքու մեկնել է առաջ Զվարթնոց օտագայանի մեջ խոստացած էր պատերազմական հայ կերիներու հարցը արձարծել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը բացնամակ մղեց Միացյալ Նահանգներու փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի, ակնկալելով, որ ան Բաքուի մեջ ապօրինի կերպով բանդարգված 19 հայորդիներու ազատարձակման հարցի մեջ գործուն դերակատարություն կունենա։ Նամակի մեջ նշվեցավ, որ Հայաստանի իշխանությունները ապօրինի կերպով կխախտեն հայ եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը։ Հայաստան խմբակցությունը սակայն շեշտեց, որ հարցերուն մասին իրազեկելով չակնկալ էր Վենսի միջամտությունը Հայաստանի ներքին կյանքին։ Հայաստանի ընդդիմության առանցքային առաջնահերթությունները մին է Հայաստանի քաղաքական հոլովույթներուն անկախությունը եւ աշխարհակահաղական որևէ գետնի կողմէ միջամտության բացառումը հստակացուց խմբակցությունը եւ հավաստիացուց, որ Հայաստանի ժողովրդավարական կարգերու վերահաստատումը ներքին գործ մնե, որուն հետամուտ է ընդդիմությունը։ Միացյալ Նահանգներու փոխնախագահին Հայաստան այցելության նախօրյակին մեծ թիվով արցախցիներ բողոքի հավաք կազմակերպեցին նախագահական նստավայրի մոտ, բանջելով, որ Բաքուի մեջ ապօրինի կերպով բանդարգված հայ կերիները ազատարձակվին։ Արցախի դեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Արցախահայությունը բարդավոր է միասնական գեցվածքով լուսարձակի տակ բերել հայ կերիներու անհաբաղ ազատ արձակման պահանջը։ Միացյալ Նահանգներու Արևդուրի Բալադին պատվիրակության Բաքու այցելության ձիրի մեջ գլոր սեղանիման տածքին քննարկվեցավ ուժանույթի մարզի մեջ Միացյալ Նահանգներ Ադրբեջան համագործակցությունը եւ ծրագրերը։ Նշվեցավ, որ Միացյալ Նահանգներ Ադրբեջան այս գործընկերությունը զգալի ներդրում ունեցած է շրջանային եւ միջազգային նախաձեռնություններուն հաջողության մեջ։ Քննարկման առարգադարձան քարյուղի, բնական գազի, վերականգնվող ուժանույթի, էլեկտրուժի, չրածնի եւ ուժանույթի արդյունաբերության մարզերու մեջ համագործակցության գարելիությունները, ինչպես նաեւ Թրամփի ուղիով էլեկտրուժի փոխադրության եւ այս ծիրին մեջ ամերիկյան ընկերություններու հետ գործակցության հերանեկարները։ Հարկելի ակնթիրներ, մեր լրատվությունը մի դիպակենք հարցազրույցով զոր պիտի ունենանք քաղաքագետ Բենյամին Մատևոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Ինչ ունի կսելիք Միացյալ Նահանգներու փոխնախագահին Հայաստան եւ Ադրբեջան այցելություններուն նպատակին մասին։ Արդյոք քբեական վարչակազմը հաջողեցավ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր լուծել։
Այցը կարևոր էր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, եւ Նիկոլ Փաշինյանի համար, եւ երկու սուբյեկտներ ստացան այն, ինչ իրենց անհրաժեշտ էր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածաշրջանային փաստացի այցը անհրաժեշտ էր հասկանալու համար Երևանի եւ Բաքվի մոտեցումները Իրանի դեմ պոտենցիալ ցամաքային ռազմական օպերացիայի պարագայում եւ իրենք ակնհայտ է, որ այդ հարցերի պատասխանները ստացան։ Ինչը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը ստացավ ամենակարևորը նախընտրական լուսանկար J.D. Vance-ի հետ ուղղակի հասարակությանը չպատմեցին, որ ամեն մի քաղաքացի $3000 գումար պետք է վճարի այդ նկարի համար։ Մենք պայմանագիր ենք կնքել խաղաղ ատոմի զարգացմանը վերաբերվող $9 միլիարդ, ոչ թե Ամերիկան մեզ մոտ ներդրում անելու, մենք ենք ամերիկյան տնտեսության մեջ ներդրում անելու։ Պարզ թվաբանություն է, 9 միլիարդը բաժանում ենք 3 միլիոնի, ստանում ենք ամեն մարդ $3000 գումար է վճարելու J.D. Vance-ի այցի համար։ Սա ստացան կողմերը։ Ինչպես կբացատրեք Վենսի աջակցությունը Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ընտրություններուն նախօրյակին, երբ Հայաստանի մեջ աննախընթաց հալածանք կգադարվի հայ առաքելական եկեղեցու դեմ, բարձրաստիճան հոգևորականներու դեմ մտածածին մեղադրանքներով, մանավանդ երբ նկատի ունենանք Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի պահանջները դարբեր երկրներու մեջ քրիստոնյաներու դեմ հալածանքներու դադրեցման վերաբերյալ։ Քրիստոնեությունը եւ քրիստոնեական արժեքները պաշտպանող վարչակազմը Սիրիայում համագործակցում է ահաբեկչական իշխանության հետ։ Ջուլանին ոչ թե պարզապես ահաբեկիչ է, այլ ինքը նաև ակտիվ գործողություններ է իրականացնում նաև քրիստոնեական փոքրամասնության դեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի շահեր, առաջին հերթին մեր տարածաշրջանում այդ շահը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ իրականացնելն է, նույնիսկ ոչ այքան Ռուսաստանի, որքան Իրանի։ Եթե այստեղ Ջուլանի պես կադրը կարող է իրենց համար օգտակար լինել, Ջուլանի հետ կհամագործակցեն։ Ալիևը կարող է օգտակար լինել, Ալիևի հետ կհամագործակցեն, Փաշինյանը օգտակար կլինի, Փաշինյանի հետ կհամագործակցեն։ Քաղաքականության մեջ լավ է դա թե վատ, բայց սենտիմենտներ, էմոցիաներ չկան։ Կա շահ եւ այդ շահի սպասարկման ուղղված քաղաքականություն է վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը։ Փաշինյան եւ իր վարչակազմի դարբեր անդամներ բացահայտ հագարուսական քայլերի եւ հայտարարությունների հետ կսկսին խոսիլ հայ եւ ռուսական բարեկամական հարաբերություններու մասին։ Մոսկվա շարունակաբար գահանտուրժե այս վարկակիցը։ Արդյունքը կլա այն, որ կստեղծվի դպավորություն, թե Հայաստանի մեջ քբեական վարչակազմին գոյությունը ցերնդու է Ռուսիա համար։ Ինչ ունի գսելիք այս մասին։ Ես կարծում եմ Հական Ֆիդանի եւ J.D. Vance-ի գնահատականներից հետո քիչ պետք է լինեն մարդիկ, որոնք Հայաստանում խոսեն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ իշխանություն է կամ ինքը հաճո է ռուսական կողմին, որտեղ ակնհայտորեն Վաշինգտոնից եւ Թուրքիայից կա հստակ աջակցություն։ Սա առաջինը, երկրորդ ինչը վերաբերում է նրան, որ ռուսական կողմը հանդուրժողաբար է վերաբերվում, բազմիցս ռուսական տարբեր պաշտոնյաներ նշել են հետեւյալը, իրենք տարանջատել են հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության իշխանությունից։ Եթե մեր այս զրույցի ձայնագրման օրը հիշենք, թե ինչ է ասել Ալեքսեյ Օվերչուկը, դրանից առաջ ինչ է ասել Ալեքսեյ Օվերչուկը, իրենք ասում են, օրինակ, ելնելով եղբայրական զգացումներից, մենք կօգնենք վերականգնել երկաթգիծը Հայաստանի, կօգնենք, որ այդ երկաթգիծը միանա ադրբեջանական եւ թուրքական երկաթգծին։ Մյուս կողմից նույն Օվերչուկը ասում է հետեւյալը. Հայաստանը սուվերեն երկիր է, բայց հայերը պետք է ընտրություն կատարեն։ Արդյոք իրենք ուզում են միանալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ տրամադրված միությանը, խոսքը վերաբերում է Եվրամիությանը։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն փաստացի ասում է հետեւյալը, որ եթե Հայաստանում ամերիկյան մոդուլային ատոմակայան կառուցվի, դա սպառնալիք է լինելու արդեն Ռուսաստանի Դաշնության համար։ Կարծում եմ ավելի խոսուն գնահատականներ առնվազն այս փուլում բարդ է ներկայացնել, բարդ է պատկերացնել, որոնք կցուցաբերեին Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Շնորհակալություն։ Հարգելի ակնթիրներ, մեր զրուցակիցներ քաղաքագետ Բենյամին Մատևոսյանը։ Այսպիսով մեր լրատվությունը կհասնի իր ավարտին։ Քալ շաբաթ նոր լրատվությամբ կհանդիպինք։ Ցտեսություն։